Հայաստանի 10 բանտերում 12 մարդ հացադուլի մեջ է։ Նրանց ուղիղ կեսը ծայրահեղ այս քայլով բողոքում է հարուցված քրեական գործից ու դատավճռից։ Սրանք այս պահի տվյալներն են։ Իրավապահների անարդարությունից բողոքող անձանցից մեկն էլ 39-ամյա Սերգեյ Աբրահամյանն է։ Հացադուլ սկսելուց առաջ նա Արմավիրի բանտից զանգահարել է Ազատություն ու հայտարարել՝ առողջական վիճակը թույլ չի տալիս այս ծայրահեղ քայլին գնալ, բայց ուրիշ ելք չի տեսնում։ Ստեյ բժիշկների առողջական վիճակից լիարժեք տիրապետում է։ Մեզապարկը բողոքված է 5 րոպեվա մեջ 3 անգամ մտնում եմ տուալետ չեմ կարող նույնիսկ միզեն։ Հոգս կարած սաղուզը հետվիրատական ճողված ստամոքսի խոց ռեմատիզմ լար թայցախ մեծացածը դրանք էլ ֆեյցել են ճողվածքս մեծացածը ավելի միկտուր հաց եմ ուտում թորս ցավը։ Պնդում է մեղադրանքը, թե ինքը հարվածել ու հայհոյել է քննիչին ու գծել ոստիկանի ձեռքը, իրականությանը չի համապատասխանում։ Պետական մարմնի տեսախցիկները ասել են չի նագրել, կնոջը ձեռքից հեռախոսը վերցել են, բռնել են բիդոնները ջնջել են մեջից, իրենց ցուցմունքների հիման վրա 20 օրում 2 հատուրանած գործ են կազմել աշխարհի հոդվածները դրել։ Այս գործը հակակոռուպցիոն կոմիտեն է քննում։ Վարույթն ավարտվել է, գործը փոխանցվել հսկող դատախազին, որ հաստատի եւ դատարան ուղարկի։ Ըստ մեղադրանքի Սերգեյ Աբրահամյանի եղբայրը քրեական գործերից մեկի շրջանակում հրավիրվել է հարցաքննության, նրա հետ Արմավիրի քննչականի բակ հասած Սերգեյ Աբրահամյանն ալկոհոլ օգտագործած վիճակում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել։ Եղբորը հարցաքննության հրավիրած քննիչը դուրս է եկել շենքից, փորձելով պարզել, թե ինչ է պատահել։ Աբրահամյանն ըստ մեղադրանքի, շարունակելով հակաիրավական վարքագիծը, նաև քննիչին է հայհոյանքներ ուղղել ու հարվածել նրա թիկունքին։ ՍԱՆ քննչական վարչության վարչական շենքի մոտ հայհոյանքներ եւ անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով բացահայտ անհարգալից եւ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել, ինչպես նաեւ բռնություն է գործադրել քննիչի եւ ոստիկանի նկատմամբ։ Սերգեյ Աբրահամյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել միանգամից 3 հոդվածով։ Նրան մինչև 8 տարվա ազատազրկում է սպառնում, եթե դատարանը մեղքն ապացուցի։ Ազատությանը մի քանի այլ լրատվամիջոցների եւ բարձրաստիճան պաշտոնյաների բանտից արդեն 3 նամակ ուղարկած Աբրահամյանը պնդում է, քննիչն է սադրել, ինքն էլ պատասխան հայհոյել է, հերքում է, թե հարվածել է, նաեւ հավելում չէր կարող գծել ոստիկանի ձեռքը, որովհետեւ ավելի վաղ հենց իրավապահներն են կոտրել իր ատամները։ Իրենք խփել են ատամները, ցածել են դեմից միջոցներով ատամները սարկում սաղբերանս իմպլանտ գցած, ձեռքի վրա խազը քաշի, ինչ է, իբրև ես կծել եմ ձեռքը։ Երկամսյա կալանքում գտնվող Աբրահամյանն ասում է, մեկ այլ գործի շրջանակներում այդ նույն քննիչի միջնորդությամբ ամիսներ առաջ իրեն են ոստիկանները բերման ենթարկել բռնություն կիրառելով։ Դրանից հետո իր բողոքի հիման վրա քրեական գործ է հարուցվել խոշտանգման հատկանիշներով։ Այս գործով Սերգեյ Աբրահամյանի փաստաբան Արա Ղարագյոզյանն էլ տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, թե ինչպես են մի քանի ոստիկան նրան գետնին պարկեցրել, սեղմել պարանոցն ու այտը, որ ձեռնաշղթաներ հագցնեն։ Գալիս է, դուք չեք հասկանում, մենք գալիս էինք։ Արդեն 8 ամիս քննչական կոմիտեում քննվող այս գործի շրջանակներում Աբրահամյանը տուժող է ճանաչվել, բայց կադրում երևացող ոստիկաններից ոչ մեկը մեղադրյալի կարգավիճակ չունի։ Նրանք շարունակում են աշխատել։ Բանտից Ազատությանը հարցազրույց տված տղամարդը պնդում է, սա հաշվեհարդար է նույն քննիչի ու ոստիկանների կողմից, որ նախորդ գործով բողոքը հետ չի վերցրել։ 7 ամիս է այդ նույն անձինք, ովքեր որ ցուցմունք են տվել իմ նկատմամբ, հենց այդ բղավում են, միջև վերջ գնալ ենք, արել են գիշերվա միջև 2:30 մոտավոր, պահել են Արմավիրի վարչությունում քննչական գործողությունից հետո։ Ուզեցել են այնպես անեն, որ բողոքս հետը գեյթ հետ վերցնեմ խոշտանգումները, որ հարուցված է գործ։ Ուզում եմ 5 սպանության հոդված դնեմ, բոլորը պետք է պատասխանատվության ենթարկել։ Ազատությունը փորձել է նաև քննիչ Հակոբ Հովհաննիսյանի կամ նրա փաստաբանի տեսակետը լսել, բայց պատասխան չենք ստացել։ Աբրահամյանը հարցնում է, ինչպես է ստացվում, որ իրեն բռնության ենթարկելու գործը, որում ինքն է տուժող, ամիսներով ձգձգվում է ու ոչ ոք չկա բանտում, բայց այս գործը, որով տուժողը քննիչն է, արագ ընթացք է ստացել ու ինքն արդեն 2 ամիս բանտում է։ Կասկածներ ունի, որ մյուս կողմը կբողոքարկի ու իր կալանքի ժամկետը կրկին կերկարաձգվի։ Այս գործով ասած փաստաբան չունի։ Բնակարանին ուզում եմ զալուկ դնել, Կես առաջ լիազորագրի դիմում եմ գրել, չրիցրի են անում չեն պատասխան ուղարկում պետին, որ լիազորագրի դա գոնե տունս գրավ դնեմ, փաստաբան բարձան։ Ընդհանուր առմամբ այս տարվա 9 ամիսների ընթացքում Հայաստանի 10 բանտերում 188 մարդ է հացադուլ հայտարարել։
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, որ տարիներ շարունակ բանտերում դիտորդություն իրականացնող խմբի կազմում է եղել, ասում է նրանց մեծ մասը նախ առողջական խնդիրներից են բողոքում, հետո քրեական գործերից ու դատավճռից։ Սերգեյ Աբրահամյանը պնդում է, եթե փաստաբան ունենա, իր անմեղությունը դատարանում արագ կապացուցվի։ Բայց դատական գործերը երկար են տևում, ինքն էլ տան միակ աշխատողն է ու 3 անչափահաս երեխա ունի։ Որ դատարաններում գործերը երկար են քննվում, հաստատում է նաև իրավապաշտպան Հովհաննիսյանը։ Հիշեցնում է, այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի 10 բանտերում պահվող 2836 անձանց կեսից ավելին 1441-ը կալանավորի կարգավիճակ ունի։ Այսինքն նրանք անազատության մեջ դեռ սպասում են դատարանի վերջնական վճռին։ Օրինակ, կամ դատական գործերը իրենց կարծիքով այդքան էլ օրինականության սահմաններում չեն հարուցվել կամ ընթանում, եւ նույն ժամանակ ժամկետները շատ ձգձգվում են եւ իրենք ավելի երկար են մնում թեկուզ կալանավորված վիճակում, անազատության մեջ եւ անորոշությունը բավական երկար ընթանում է։ Վերջերս նաև արդարադատության նախարար Սրփուհի Գալյանն էր ընդունել, որ Հայաստանում ուշացած արդարադատությունը դեռ խնդիր է։ Մոտ ապագայում մեր երկրում բոլոր դատավարություններն ունենալու են հստակ ժամկետ։ Սերգեյ Աբրահամյանի համոզմամբ, եթե ոստիկանների մասնակցությամբ խոշտանգման հատկանիշներով հարուցված քրեական գործը չձգձգվեր ու նրանք պատասխանատվության ենթարկվեին, ինքն այսօր նույն քննիչի թիրախում չէր հայտնվի։ Քննիչն է, որ հերթապահ ոստիկանը, որ երկուսն են հենց հասնում են այդ քրեական գործը, բայց դեռ մինչ օրս չեն էլ արձագանվել։ Ինչ ուզում անում են։ Ներքին գործերի նախարարության տվյալներով այս տարվա 9 ամիսներին 80 ոստիկանի նկատմամբ պաշտոնի դրույքաչափի մինչև 3 ամիս նվազեցում եւ կոչման իջեցում է կիրառվել։ 46-ը ծառայությունից ազատվել է։ Մի քանի 100-ը նկատողություն եւ խիստ նկատողություն է ստացել։ Եվս 27 ոստիկան էլ աշխատանքից ազատվել է դատարանի ուժի մեջ մտած վճիռներով։ Այս վիճակագրությունում նշված չէ, թե այս ոստիկաններից քանիսն է անհամաչափ ուժ կիրառել կամ խոշտանգել քաղաքացիներին։ Բայց իրավապաշտպանները պնդում են, այսպիսի գործերով հանրության ուշադրության կենտրոնում հայտնված ոստիկաններից մի քանիսը հետագայում բարձր պաշտոններ են զբաղեցրել։